սուպերհերոյ լինեին, տակ խալաթներով, իրանք ուշում են մարդկանց կյանքերով։ Ես ուզում էի իրանցից մեկը։ Ինձ կասեք, հետ բժիշկ դառնալու համար ինչ պետք է անել։ Ցերկ։ Սովորել, էլ այո։ Քիմիա սովորել։ Սովորել։ Ինչ ծերի պետք է լինի մարդը, որ բժիշկ լինի։ Երևի ուժեղ, Ապրեք։ Այո։ Սիրել, այո, օգնել, մարդկանց սիրել, Ապրել։ շատ սովորել, Վիկտորիա։ Լավ է։ Մարկ, դու էլ ասա։ Այլ սերի մրցեք։ Okay, մարդկանց եթե մարդը ինը բաժակի պետք է շատ արագ լինել։ Ապրես։ Շատ ճիշտ է, բոլորի պատասխանները շատ բուժ մասն է, որովհետև գործ ունես մարդու հետ, մարդու առողջության հետ, մարդու կյանքի հետ։ Նկարել, ձայնը շատ ճիշտ է, ձայնը այս ալիքաձր, այո, այս իսկ հիմա եթե ուզում եք պատկերացեք ինչ նշանակում, ուլտրա ձայնը, ինքը այս ձայնը, շատ արագ, այնպիսի որ մարդու ականջը չի կարողանում լսել իսկ կամ մի հատ կենդանի չղջիկների մասին լսել իրանք այդ ուլտրաձայնը օգտագործում են որ իրանց այդ մութ տարածքներում կարողանան խմել հա իրանք չեն տեսնում համարյա բայց միայն իրենց լսողությամբ իրանք կարողանում են հասկանալ ո՞նց է դա իրանց բերանով հանում են այս ալիքը հիմա կպնում եմ մի հատ պատի հետ է գալիս իրանք ականջով լսում են ու ասում են այս պատը մի լերի վրա է մի քիչ զարթն է որ չգնա փակվել կամ լերը կամ ներքերը այս գիտնականները ուսումնասիրել են որտես բան կա ասում ես ինչ հետաքրքիր է ինչ են սերած Եվ այսպես է, գիտնականները մտածում են, բավարար բոլոր գիտնականները, երբ որ իրանք ուսումնասիրում են աշխարհը, ամեն ինչ փորձում են վերջում բերել նրան, թե ինչպես այս օրինակ բանը, որ իրանք հայտնաբերել են, ինչպես կարելի է օգտագործել մարդու համար, որ ծառայի մարդու։ Եվ այդ չղջիկները, այս հիդրոլոկացիա մարդիկ հասկանում են, որ այս ուլտրաձայնը իրականում կարողանում է մտնել մարդու մաշկը անցնել, մտնել մարդու օրգանները ու հետո մի հատ նենց կոմպյուտեր է ստեղծում, որ կոչվում է ուլտրաձայնային ապարատ։ Ինքը սովորական այս ձեր կոմպյուտերների մի էկրան, մի բան։ Ստեղնաշար, աղաց։ Մեկ էլ ունի բան, դաչիկ։ Մեծ ես խաղան խաղում, Ուշադի խաղեն նստի։ բժիշկ ենք։ Հենց հիմա սարս բժիշկ ենք։ Դառնում ենք բժիշկ։ Սպիտակ սենց խալակով նստած եք մեր կաբինետում, ու զիվորական բժիշկ ես։ Գալիս է ուրեմն մեր պացիենտ։ Գալիս է պացիենտ ասում է Լսում ենք։ Լավ չեմ զիսկում, գիշերը արմացել եմ, հորիս ես աչ մասը ցավում է, ինչ-որ լավ չեմ զիսկում։ Նայում ես լավ ես ինչ աղել ես, մի քիչ մոտիկից նայում ես, դերում ես դերին է ես մարդու մաշկ։ Դերին կերիպը։ Ասում ես ինչ ա։ Ահա, ասում ես, ես ինչ-որ սիմպտոմ ա դերին գույն է մաշկ։ Ազդանշան է։ Ազդանշան է, ինչ կարակ նշանակի։ Հազարակ հիվանդություն։ Ունավոր, լիքը հիվանդություններ կան։ Երկույթը փոխել է։ Հիմա դուք ասեք, ինչ կանեք։ Առաջի քայլը ըստ ձեզ ո՞րն է։ Ձեր Դուք գոմեոպատ ես։ Հիմա դուք ասեք, ձեր առաջի քայլը ո՞րը կլինի, Մարկ ասա։ Ահա։ Այո, շատ անանց է նշանակում, Մարիան անանց։
Ահա։ Անալիզների նշանակում ես, բայց ինքը միայն ուժամտը նոր պատրաստ է լինելու, իսկ ես ձեր պացիենտը նոր Ինչ պետք է անեք, մտածեք, ասա Ռենե։ Ես ռենտգենով տեսնեմ, հետո Ահա։ դեղ կտամ, որ դե բրխմի, որ հետո ունի։ Ռենտգեն, ոչի սիստեմա միա։ Ռենտգեն, ոչի բրխմի։ Հայկ ասա, դու ինչ կանես։ Ռենտգենը կարող է։ Ռենգենը ոսկորների համար է։ Հայկ, դու ինչ կանես։ Սոնոգրաֆիա ենք անում, հա, կանչում են բժիշկի, զանգում ենք, ասում ենք, բժիշկ Արմինե, շուշու, բազելով Նարեկ, լսի։ Պետքա լարի, հեչ լավ չես պացենտը, իմանանք իրան բժիշկի անենք, աղա պետքա բիրահատել վրաս, ինչ անի։ Գալիս է բժիշկ Արմինե, գելեքսում աղա, միս անջատում աղա։ Լսում ենք։ Սման այլն, կտում այլ մտածման լավ, որում են լյարդիկով մտի նայեն, հա։ Լեղապարկը պետք է նայեն, ինչ կարան դերին։ Նայում է տենում է մեկ փոքր քար է լեղապարկը։ Վիկա լսի։ Գնացել է փակել է այնտեղ սա։ Չէ, քարը տարիների ընթացքում այլ։ Սխալ սնվելուց է լինում։ Ինչ է պետք է մտքս ոչ մի բիրատել։ Արդեն զանգում են վիրաբույժներին, ասում են եկեք դե պացիենտ տարեք։ Հանում են լեղապարկը, կարում են անտիբիոտիկները նշանակում են, վсё, փրկեցիք պացիենտին։ Իսկ որ թափ թափրացնում բժիշկ աշխատելու, իր այդ սպիտակ խալաթը կարում է, թե պահեսում պես կա։ Երբ որ դուք ընտրում եք բժշկական համալսարան, գնում եք, առնում եք այդ սպիտակ խալաթը, ու լիքը 1000 անգամ այդ սպիտակ խալաթից առնում եք, որովհետև նույնը գցում է, մաշվում է, ծակվում է, խանութ եկան, որ ծախում են։ Արեք ասա։ Գլխարկները ոնց է։ Միաբեկ կնես, Ինչ։ Գլխարկները ոնց է։ կոնֆիդենցիալները անպայման։ Բոլոր բժիշկները, բացի նրանից, որ 10 տարի որում են անպայման, մինչև բժիշկ դառնան։ Տարին գոնե մի անգամ, երկու անգամ, երեք անգամ պետք է մասնակցել կոնֆիդենցիաների, որովհետև գիտությունը անընդհատ զարգանում է ու պետք է անընդհատ սովորես, որ հետ չմնաս։ Ուրեմն ամեն շաբաթ հավես։ Իսկ այդ Տենց տեսնում, դուք կարեք օրինակ մի գնաք Սևան, մի օր, հա, քարը որ գցեք ջրի վրա, ալիքներ եք գնում, չէ՞։ Այդ ալիքները նա, այդ Գրիկ հարց տուր։ Դարփինյան հարց տուր։ Դելը։ Հա, ասում, էկրանին, այս ձերով, այդ ձերով քսում ես, էկրանին նայում ես։ Ահա, հետաքրքիր հարցեր։ Երևի մոտ 22-23 տարեկան։ Դուք քանի տարեկանից եք Աշխատել, այդքան։ Էլ հարցեր չունեք։ Վիկա, Ճիշտ լիները այդ նշանակում է, որ դուք անպայման բոլորը շատ լավ պետք է։ Անկապ ոչ են բացել բոլոր բառները Շատ լավ